Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն պարոն Հակոբյան զեկույցի համար, նույնպես մի քանի հարց ունեմ, բայց կխնդրեմ նշեք, որ ես միանգամից բոլորը թվարկեմ։ Ատելության խոսքի հետ կապված դուք ասեցիք, որ սահմանումը դեռևս չկա եւ սպասում եք, որ լինի եւ փորձենք տեղայնացնել։ Ուզում եմ հասկանալ ումից ենք սպասում եւ ինչի ենք սպասում եւ ինչքան պիտի սպասենք եւ նաեւ ոնց որ թե այսինքն ինքը ընդունված կա, ասեցիք սեպայով կա ոնց որ թե ամենայն դեպս միջազգային փորձ եվրոպական փորձ նման կա, այսինքն նման սահմանում գոյություն ունի աշխարհում եւ ընդամենը ես գիտեմ որ նաեւ թարգմանված կա, հետեւաբար մնում է չգիտեմ ինչ է, էլի, այս հարցն է իմ մոտ Տերերի թափանցիկության հետ կապված ասեցիք նոր դիրեկտիվա ընդունվել, ճիշտ ասած, քանի որ ծանոթ չենք, խնդրեի շատ կարճ կխնդրեմ բովանդակությունը ներկայացնեք, որ հասկանանք մենք օրինակ, եթե օրենքով է, ինչպեսի կարգավորում պետք է անենք, հիմնադրամի մասին ասեցիք, հիմնադրամի ֆինանսավորումը Լավ, եւ հիմնադրամի նախարարների կոմիտեի SMR 2027X մասնավորական լրատվամիջոցների բազմակացության յուտերաց սեփականատերի սահմանում է չափանիշներ եւ այլն։ Լավ, շատ լավ։ Նշեցիք հիմնադրամի մասին, որ քննարկվում է, հիմնադրամի ֆինանսավորման մասին ասեցիք, ընդհանուր առմամբ հիմնադրամը ով պետք է հիմնի, ում ենթակայությամբ եւ այլն մոտավորապես սա հարցը եւ այն 7 հատը, որ չհասցրեցիք մուլտֆիլմների մասով, այսինքն առաջին ասեցիք, որը որ կհասցնեք, դա էլ նշեք, շնորհակալություն։ Խոսքը տեսեք սեպայով ճիշտ եք ասում եւ այդ բանի մեջ, schedule-ի մեջ դրածա որ արտադատության նախարարությունը վերջնաժամկետը 2025 թվականի առաջի երամսյակն է, գրած ասավ նայել ենք, այսինքն մենք հույս ունենք, որ այսքանի օրը կստանանք երևի այդ սահմանումը եւ կփորձենք դա կիրառել մեր գործունեության մեջ կամ արդեն իմպլեմենտացվի բանի մեջ, օրենսդրության մեջ երևի։ Այսինքն 25 թվականի առաջի երամսյակ, Բայց ես կարծում եմ ամիջ պետք չի սպասել, որ եվրոպացիների բանով լինի, էլի մենք էլ կարենք վաղուց այդ խնդիրը կա լուծենք։ Երկրորդը հիմնադրամը, տեսեք, դա պետական հիմնադրամ է լինելու, որը ունենալու է հոգեբարձությունների խորհուրդ, կազմված մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներից, ԲՏԱ, մշակույթի նախարարություն, կազմակերպություններ հասարակական, որոնք մեդիա իրավունքներն են պաշտպանում, մեր հանձնաժողովը, ՊՕԱԿ-ը, այսինքն կառավարությունը եւ հստակ այնտեղ սահմանված է ինչ տեսակի բովանդակություն պետք է ֆինանսավորվի, հանրային հարցակողները այնտեղ չկան, որտեղ նրանք ֆինանսավորվում են պետության կողմից, եւ խստի վարկելված այնտեղ, այսինքն չկա ցանկի մեջ քաղաքական բովանդակություն, այսինքն մոտորապես այդ ինքը հետաքրքիր շատ համակարգ է, էլի վերցված է արտասահմանյան փորձից մենք հանձնաժողովի օրենքով դրել են որ 30% պարտավորեն անհետարը դրա շատ ինքը շատ հետաքրքիր կլներ էլի սա է եւ հույս ունենանք որ նա նորմալ կաշխատի արդեն եւ ես բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եմ խոսացել որոնք ասեցին եթե պետությունը սա նախաձեռնի մենք անպայման մասնակցություն կունենանք եւ բանը այդ հիմնադրամը տեսեք 7 տեսեք Քրեական բացասական ազդեցություն, Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը օրինակ, չէ։ Մենք երբ որ դա այս նախաձեռնությունը եղավ, մենք շատ մեծ դավթարնամակ գրեցինք, որ այսպիսի օրենքի ընդունման կարիքը չկա, ես հիմա չշարադրեմ, բայց այն ընդունվեց ցավոք այս հանձնաժողովում վերջի քննարկմանը մեր ներկայացուցիչներին նույնիսկ չկանչեցին Շատ չեմ երկարացնի, բայց ես մի հետաքրքիր ես հատուկ վերցրեցի Հայաստանի Հանրապետության օրենքը տեսարժան մեդիայի մասին չարաշահման արգելը, տեսեք, էրոտիկ բնույթն է, մենք միջալոց քրեական ենթամշակույթի դեմ քարոզը մեր բաներով արդեն 5 տարի արգելված է, այսինքն, Բայց տեսեք, ինչ սխալ ձևակերպում գտավ օրենքի մեջ։
քրեական եթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսլասական հաղորդումները արգելվում է ցուցադրել ժամ 24-ից մինչև 6-ը, այսինքն հա կարող են հեռարձակվել 24-ից ժամը 6-ը, այսինքն ստացվում է, որ ցերեկը քրեական եթամշակույթը չի կարելի քարոզել, իսկ գիշերվա ժամերին կարելի է քարոզել, օրինակ։ Ինչ որ է։ Սա մեկ, երկրորդը շատ կարևոր բան գովազդային շուկայի ձևա վերափոխումը։ Մենք էլի կտրականապես դեմ ենք, որպեսզի հանրային հեռուստաընկերությանը տրվի գովազդային ժամանակ։ Դա ընդհանուր շուկայից հանեց մոտ $2 միլիոն տարեկան, որը պետք է աշխատեր մասնավոր ընկերությունների համար։ Մենք մեծագույն մտավախություն ունենք, որ նոր մրցույթին մի շարք հեռուստաընկերություններ նրանք չեն մասնակցի, որովհետև այս գովազդային շուկաների անկումը, հա, ինքը բավականին մեծ ազդեցություն է թողել։ Մենք նաև այլ առաջարկ էինք անում, որպեսզի երբ որ արգելվում էր շահումով խաղերի գովազդը։ Էլի եմ ասում, շատ ճիշտ, շատ կարևոր, դա կործանիչ մի բան է, բայց մենք ավելի հետաքրքիր մոդել էինք առաջարկում, որը բացի նրանից, որ չէր զրկի միայն հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունները այդ եկամուտներից, նա նաև հարթակ կհանդիսանար այդ չարիքի դեմ պայքարի, քարոզչության պրոպագանդայի։ Համեցեք ինքնալիստան, դե բայց բանա, միգուցե վիճելի բաներ եմ ասում, բայց սա այս ամեն ինչը քննարկման վիճելի չէր, բայց մեկը մյուսին մի քիչ հակասեց, եթե ճիշտն ասեմ, որովհետև համ ասում եք, որ ուզում եք կրճատեք հանրային մուլտիպլեքսի ալիքները, համ էլ մտավախություն եք, որ մի մասը չեն դիմի, այնա չեն դիմի կկրճատվի, էլի։ Հա, ճիշտ է, չէ, այսօր ենք խոսում, քանի որ բան եթե նրանք չդիմեն, մենք անպայման միտքս վերջացնեմ։ Կարող են այն հեռուստաընկերությունները մասնակցել, որոնք զուտ քարոզչական բնույթ են կրելու, սա դրա մասին է խոսքը։